Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy հետ ամանորյա եւ հոբելյանական 300-րդ թողարկումը։ Չգիտեմ դուք ոնց ես մի հրաշալի ամանորյա արձակուրդ անցկացրեցի, լի էքստրեմալ տպավորություններով, հիշողություններով, ապրումներով։ Ինչ ես արել, ինչ։ Դե ուտում էի հիմնականում։ Հա, դրա որն է էքստրեմալ։ Դու 8 օրվա թաբուլեք էր ու տես էքստրեմալ, թե չէ։ Վտանգներով լի կյանքով ես ապրում Նարեկ, վտանգներով լի։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր հունվարի 12-ն է, իսկ դա նշանակում է, որ աշխատանքի է վերադառնում նույնիսկ կառավարությունը։ Այսինքն խոստացել են, որ վերադառնում են, մնացածը այսօրվանի մեջ դիտեք։ Ամանորյա հրաշքներ, կատնամթերքի քաշը պակասում է, իսկ երշիկը արտադրվում է ապագայում։ Նոր սկանդալ, ով ինչպես եւ ում է շնորհավորել նոր տարուն։ Պատասխան հարց, հայտնի մարդկանց ամենաանհավանական պատասխանները։ Փոքրիկ մհերի մեծ ռեպորտաժը միջին չափերի Երևանում։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Դրավասը ոտի վրա, ամանորը առանց ցավալի լուրերի չանցավ, 5314 հայ ընտանիք այս տարի հյուր գնալուց շփոթվեցին ու նվեր տարան այն գինին ու բամբանյերկան, որը իրենց բերել էին հենց այն մարդիկ, ում տուն նրանք գնացին հյուր։ Մեր աղոթները այդ ընտանիքների հետ են։ Այս ձմեռ դեկտեմբերին Հայաստանի բնակիչները սպառել են 23%-ով ավելի քիչ գազ, քան նախորդ տարի։ Ու դե արդյունքում ակամա ավտոմատ միացել ենք մեր խեղճ դաշնակցի դեմ պատժամիջոցներին։ Հայաստանի խոհարարների միությունը ամփոփեց նոր տարին։ Ամանորյա ամենավատ ճաշատեսակ ճանաչվեց վարկով գնված բուդը, այն չոր էր ու դառն էր։ Մինչդեռ ամանորյա ամենահամեղ ճաշատեսակ ճանաչվեց էլի վարկով գնված բուդը, բայց հարևանի վարկով։ Իսլամական պետությունում վերջապես բարեփոխումներ են, ինչ սյուրահնչում, բայց նրանք սկսել են ծխելու դեմ պայքար, այո, որոշել են գլխատել այդ արատավոր սովորությունը, ու դե որպես առաջին քայլ գլխատել են ոստիկանապետին, որը ծխող էր։ Իսկ հաջորդ ամիս սպառնում են պայքարել ծերացման դեմ, տարեցները արդեն խոճապի մեջ են։ Շենգավիցի Մարտուն Մարտունյանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա միաժամանակ դիտել է բոլոր ալիքների բոլոր ամանորյա հաղորդումները։ Չէ, ամեն ինչ նորմալ է, Մարտունը առողջ է, ուղղակի հարազատներին չի ճանաչում։ Ում նայում է կամ Քրիստինե Պեպելյանին է տեսնում կամ Արման Հովհաննիսյանին։ Մտահոգիչ լուր Եվրասիական տնտեսական միությունից, Ղազախստանի գազարանոցում հրավառությունից վախեցած արջը կերավ իր ձագերին։ Դե արջերը այնքան է վախեցել, մտածել է աշխարհի վերջն է, բայց գնարը դեպքում կողքիկ վանդակի կապիտների դոմփեր, ձագին ուտել մի տեսակելի չի բացադրում։ Հաղորդում ուզում ենք սկսել տարվա կարևորագույն լուրից։ Ջասթին Բիբերը հայտնվել է նոր սկանդալում։ Վստահ ես, որ դա տարվա կարևորագույն լուրն է։ Չէ, Նարեկ, վստահ չեմ։ Գուցե դու ասես որն է կարևորագույն լուրը, ինչ կարժեից։ Բանը դե հա դեռ բան չկա։ Կառավարությունից գուցե ինչ-որ հետաքրքիր բան։ Ջասթին Բիբերը այսպեսով հայտնվել է սկանդալային իրավիճակում։ Այ տենց, նա նկարվել էր մի ամսագրի համար, որտեղ շատ թույն ծիտ էր ստացվել մուսկուլներով եւ այլն, բայց մի քանի օր անց պարզվել է, որ դա ֆոտոշոփ է, ու նա իրականում այս սենց տեսք ունի։ Վայ քորա, ամոթ է։ Arm Comedy Ջասթին Բիբեր 1-0։ Բայց ինչու 1-0 օգուտ մեզ։ Դե հոգուտ Ջասթին Բիբերի հոտ չի լինի Նարեկ։ Ուրեմն 10-0 օգուտ մեզ ոնց է։ Իսկ հիմա մի քանի աչքից վրիպած ամանորյա ուղերձների մասին ենք ուզում խոսել։ Մեզ շնորհավորել է ինչպես միշտ Ամերիկայի դեսպանը։ Շնորհավոր նոր տարի Հայաստան։ Ամերիկյան դեսպանատունը ձեզ եւ ձեր ընտանիքներին մաղթում է առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն նոր 2015 թվականին։ Մի րոպե Հեֆերնը չէր թողել պաշտոնը։ Ինչ ես մանուկներից կպնում։ Մեզ շնորհավորեց նաեւ Ռուսաստանի десպանը։ Дорогие друзья, позвольте мне от имени Российской Федерации
который я имею честь представлять в Армении, от имени коллектива посольства и всех российских организаций в Армении сердечно поздравить вас с наступающим Новым годом и Рождеством. Բայց ռուսական շնորհավորանքը մի տեսակ այն չէր, էլի մոնտաժ չկար, երաժշտական Դե ձևավորում հիմա ոնց չկար։ որ պատժամիջոցներ են, մի քիչ սուղա, Նարեկ ջան, Դե գոնե ամերիկացիների մոտ այնքան լավ է աչքից գործերը, որ նույնիսկ 2 տոննա ծառ կա ուղերձի մեջ, 2 տոննա ծառ։ Այդքան մակերեսեն մի եղի, Նարեկ, չի կարելի։ Լավ, բրիտանացիք չեն շնորհավորել։ Շնորհավորել են, բայց ավելի բարձր կալիբրով։ Էդ ոնց։ Sense։ Օգտվելով այս գեղեցիկ առիթից ուզում եմ շնորհավորել բոլոր հայաստանցիների նոր տարին ու Սուրբ Ծնունդը։ Ամենակարևորը առողջություն եմ մաղթում։ Առողջություն որ լինի, մնացածը կլինի։ Նաև հուսով եմ, որ այս տարի Arm Comedy-ն կունենա այնքան շատ նյութ, որ ստիպված չի լինի նենգափոխել իմ խոսքերը եւ տեղադրել Մի քիչ անհարմար ստացվեց։ Ախրախնդրել եք վերջի մասը կտրեք։ Բացի դրանից մեզ շնորհավորել է մեր վաղեմի վաղուց մոռացված ստրուկ եւ գործընկեր Վազգենը, հիշում եք Վազգենին։ Ինքը չի սիրում որ ստրուկ ենք ասում, չէ՞։ Գիտեմ։ Լավ, դե տեսնենք ինչ շնորհավորանք է ուղարկել մեր ստրուկ գործընկերը որտեղից։ Կանադայից։ Հա, կանադաներից։ Էս ինչ անում։ Ինչ պետք է անի Կանադայում Վազգենը։ Ինչ որ բնականից տելևիզոր ավիզ դնում։ Բայց շնորհավորանքը Վազգենի շնորհքի վրա չկասկածես։ Սիրելի հայրենակիցներ, ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել ձեր բոլորին նոր տարին Կանադայից։ Լավ, բայց ասենք ինչ իմանանք, որ Կանադայից այլ ոչ թե ներքին Չարբախից։ ապա ցույց է պետք Վազգեն ջան։ Ոնց։ Նինա, բոլոր ստրիտնա, չես տենում։ Հայ։ Չկա էլի այդ մշակույթը, չկա, չեք կարող մարդկանց վստահեք։ Հա, այ հիմա ակնհայտ դառավ, որ Կանադան է։ Վառ ընդգծված գիշերային Տորոնտոն էր։ Դե մնում է մենք էլ շնորհավորենք վաղվա հին նոր տարին։ Լսի, փաստորեն կառավարությունը հին նոր տարվա ազիզ օրով աշխատելու է, հա։ Լսի, այս տարի ոնց որ որոշել են, որ գալու են ու վիզ են դնելու։ Մի հատ փորձագետից ճշտենք, Վլադիկ, նա զարթնի էլը։ Հա, Բենյամին ջան, ճիշտ է, կառավարությունը հին նոր տարուն աշխատելու է այդ ազիզ օրով, բոլորը շոկի մեջ ենք։ Բոլորը հետով։ Դե ես ու Զվուկավիկը։ Իսկ ժողովուրդը, դու շոկի մեջ ես։ Հասկանում ես, աշխատելու են պաշտոնյաները, այս գեղեցիկ տոն օրով։ Դե լավ, մենք էլ իրենց հաջողություն ենք մաղթում։ Բարին ընձես կառավարություն, բարին ընձես։ Այլև չի կարա Վազգենին ասեր, նես նկարեր, որ մարդ հասկանա, էդի Տորոնտոն ա, ոչ թե Յան Ռայնիսի 12-ը։ 60 անգամ ասել եմ, նորմալ նկարի, որ Տորոնտոն երևա։ Մեղսունակ չէ տղեն, ինչ անեմ, մեղսունակ չի։ Այժմ պատասխան հարց էջը, նախ լսում ենք պատասխանը, հետո միայն իմանում ենք ինչ հարց են տվել հայտնի մարդկանց։ Լևոն Զուրաբյանը պատասխանել է, ռեժիմը խուճապի մեջ է։ Էլի զգում ես ամեն անգամ գրում ենք, որ ասում է, որ ռեժիմը խուճապի մեջ է։ Ու ինչ։ Դե որտեվ իրականում ինքը հաճա չնայած իրականում էլ է տենց ասում։ Եվ այսպես Լևոն Զուրաբյանը պատասխանել է ռեժիմը խուճապի մեջ է, հիմա տեսնենք հարցը։ Պարոն Զուրաբյան, այս տոներին շատ խախտվեց ձեր քնի ռեժիմը։ Գալուս Սահակյանը պատասխանել է. Ես չեմ ուզում ստեղծել որոշակի քննարկումներ, քանի որ ավելի ճիշտ կլինի կոռեկտ եւ իհարկե շնորհավոր ամանոր։ Սրա հարցը։ Նոր տարին լավ նշեցիք։ Քաղաքական եւ ռազմական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը պատասխանել է. երբ անհամատեղելի տարրերը հայտնվում են մեկ վայրում, ստեղծում է խորը ճգնաժամ, հնարավոր նույնիսկ պայթյուն։ Պայթյուն, հուսում եմ այդքան լուրջ չի վիճակը։ Հարցը ինչ կլինի, եթե մեկ շաբաթվա թաբուլեի վրայից ուտենք թթու վարունգ ու բուդ։
Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. Գիտեք, իմ մոտ միշտ հակառակն է, մեկ-մեկ ես էլ եմ զարմանում։ Դժվար է, չէ, ես չեմ պատկերացնում ինչ հարց է ստեղ։ Տեսնենք հարցը շատ ծախսեր ունեցաք այս նոր տարի։ Ռաֆի Հովանեսյանը պատասխանել է. Այլևս երբեք նույն սխալը երկու անգամ չեմ գրկնի։ Լուրջ բա, ոնց որ Հարցը, պարոն Հովանեսյան, մի հատ էլ տեկիլա, վիսկի ու աբսենթ կոկտեյլից սարքեմ։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Farm Comedy 2015-ը բոլորիս համար թող լինի դրական փոփոխությունների տարի, դոլարի կուրսը վերջապես կայունանա։ ինչ է այդպես խոսում։ Այս ցենց ված սովորությունն է մնացել էս տոնական օրից։ Ինչ ասում, դոլարը կայունանալու է, չէ՞, տատանումները պրծան, չէ՞։ Իհարկե տատանումներ սպասվում են 2015 թվականին։ Բայց գոնե այս մի շաբաթվա մեջ է, չէ՞, տատանվելու ու պրծ։ Հա, դե բանկերը կբացվեն, մի քիչ հունի մեջ կմտնեն ու վերջ, չէ՞։ Տնտեսագետների կարծիքով դրամի եւ դոլարի փոխարժեքի տատանումներն առաջիկայում գուցե կտրուկ չլինեն, բայց կշարունակվեն մինչեւ ամառ։ Մինչև ամառ էլի ամեն ինչի թանկացումը գցել են դոլարի վրա։ Կաթամտերքը թանկացնում են, դե բա դոլարը թանկացել աղբեր ջան, մենք ինչ անենք, հացը թանկացնում են, դե դոլարն է թանկացել աղբեր ջան, ես ինչ անեմ։ Նույնիսկ խառը կանաչին նոր տարուն 400 դրամ էին դարձել ու էլի դոլարներ մեղավոր։ Այս դեպքում լսել են, որ կանաչը թանկացել է, մտածել են իրանց համեմի ու սամիթի մասին է խոսքը։ Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահը թանկացումների նոր ալիք է կանխատեսում, բացի գնաճը շատ դեպքերում տնտեսվարողները նվազեցրել են նաև արտադրանքի քաշը։ Թթվասերը վերցնենք 450 գրամանոց թթվասերը արժեր 450 գրամ մոտարապես։ Ինչ որ չգիտես ինչ անհասկանալ ձևով քաշը իջացրեցին եւ դարձավ 400 գրամ եւ քաշը գրված է շատ մանր տառերով։ Այս հենց անսպասելի Դեյվիդ Կոպերֆիլդություն կատնամթերք արտադրողներից ու պարզ չի ինչու ամեն ինչի վրա ազդեց դոլարի թանկացումը։ Աշխատավարձերը չեն բարձրացրել, կովերը մերն են, խոտը մերն է։ Չէ, նարեկ, կաթի փոշին հոներ կրում են։ Այն կաթի փոշին, որ երդվում են, որ իրենց ապրանքներում չկա։ Հա, երևի այդ մեկը, բայց այս պահի դրությամբ սա միակ Դեյվիդ Կոպերֆիլդությունն է շուկայում։ Հա, թու։ Մսամթերք արտադրող մի ընկերություն էլ ավելի առաջ է անցել ու կտրատած մսամթերքը խանութների մատակարարել է հունվարի 9 ամսաթվով։ Մսամթերք արտադրողներ ջան, ընդ որ ասում ենք ամանորյա հրաշքներ ենք սպասում, լրիվ ուրիշ հրաշքներ նկատի ունենք։ Լավ, բայց ինչի ես միանգամից վատը մտածում, կարող է շատ պարզ ու հասարակ բացատրություն ունի սա։ Հա, օրինակ Հերբերտ Ուելս կարդացել ես, կարող է տղեկը ժամանակի մեքենա են ստեղծել, գնացել են ապագա, իրենց պահեստից այդ երշիկը վերցրել են, ժամանակի մեքենայով հետ են եկել անցյալ, ինչ ես նենց նայում վրես, ոնց որ ես ապուշություն եմ ասում, չես հավատում, հենա սպառողների պաշտպան Բաբկեն Պիպոյանը նույն վարկածն է հաստատում, իսկ Բաբկենը մեր ընկերն է։ Հա։ Փոքրիկ բակային խանութները անկեղծանում են շատ հաճախ եւ պատմում են, թե իրենց ինչա մատակարարվել, անկեղծացան եւ ասացին, որ դա միակ դեպքը չի, ելի եղել են ապրանքներ, որոնք ապագայից եկած են եղել եւ դեռևս 2014-ի վերջում, դեկտեմբերի 27-ին, դեկտեմբերի 28-ին մատակարարվել է մթերք, որը իբրև թե հունվարի արտադրության է։ Տեսար։ Բաբկենը հեգնում է, հասկանում ես, հեգնում է։ Դե հա, հիմա որ մտածում եմ, իրոք երևի մեր վրա հին ապրանք նաղդելու վարկածը ավելի հավանական է։ Լուրջ ես ասում։ Հիմա ոնց որ դու ես հեգնում։ Չէ, նարեկ, բացարձակ լուրջ եմ ասում։ Եթե հեգնում ես, նորմալ է, սա հեգնում ես, հասկանանք, խառնվեցի։ Ես պաշտոնապես հեգնում եմ հիմա քեզ։ Ամփոփենք, հին ապրանքների պահով հուսանք գոնե ինչ-որ մեկը կպատժվի, իսկ կատնամթերքը հուսանք կգա հին քաշի, ի վերջո դոլարը կարող է թանկացել, բայց ասենք էներգակիրները հո ամբողջ աշխարհում էժանացել են։ Հաշվի առնելով փաստը, որ աշխարհում էներգակիրներն էժանացել են, գոնե կարելի է հուսալ, որ մեր երկրում դրանք պարզապես չեն թանկանա։ Այո, գոնե չեն թանկանա, yes։ Նարեկ այդ լավ չի։ Հա գիտեմ, ուղղակի հեգնում էի։ Սամթը բռնեցիր, ապրես։ Ուսիդ է ավելի շատ ուզում, բայց օքեյ։ Հա, չկա մեր։ Նորմալ է։ Մհերի այսօրվա ռեպորտաժը մի երկու բառով կներկայացնի Մհերը։ Մհեր Զարթնի։ Հա, նարեկ, դե ինչ ասեմ, ուրախ տարի լինի։ Մհեր, ռեպորտաժը։ Հա, դե ռեպորտաժը մարդկանց ու ինչ որ sense հետ տոնական տենց ինչ որ բանի մասին է, էլի։
Մի խոսքով դիտենք հետ տոնական մհերի ռեպորտաժը։ Մհերի հետ տոնական ռեպորտաժը, հայրեն սովոր է, էլի։ Չէ, ես անգամ իրոք հետ տոնական մհեր, որովհետև դա շատ լավ բնութագրում է իմ վիճակը ու համել դե դիտենք։ Ես հիմա գտնվում եմ պոստ-ապոկալիպ, ավելի ճիշտ հետ տոնական Երևանում ու տեսնենք մարդիկ ոնց են հետ գալիս էլի այս ամեն ինչից հետո։ Զորավոր նոր տարի։ Ինչ նոր տարի, խրանցել է արդեն զմր պապսանց մարդ։ Ոչ, դուք սխալվում եք։ Նոր տարին լինելու է մինչև ամսու 13-ը։ Բայց գիտեք ոնց ծանր օրեր էին, ցենց ուզում ենք հետ գանք, արդեն անցնենք առօրյա կյանքին, մենք ձեզ ենք տեսնում, ցենց ինչ որ գցում է էլի բանից ոնց որ։ Այսինքն չհասկացա ես ձեր ասածի միտքը։ Դες տոներից հետո ստացվում է հետ գալ։ Ամեն ինչ է ստացվում, ցավը տանեմ։ Սալատները բան։ Ինչ սալատ։ Սալատով արը։ Ինչ կա էներ կուտենք կպեվական։ Սալատներ կան հիմա տանը։ Սալատներ ոչ, որտեվ արդեն շուտ թափել ենք։ Ինչ որ մնացել է։ Խոսքով ստացվում է հետ գալ տոներից հետո։ Նոր սալատներ ենք սարքում։ Որտեղ բան միկրոֆոնն ասում։ Ինչի՞ մար ախպերես։ Հարցեր եմ ուզում տամ։ Ինչ հարց։ Նոր տարվա հետ կապված։ Հատուր ախպերես չի լսվում։ Տոներից հետո բոլորը ուրախ են։ Ո՞վ է ուրախ։ Մարդիկ, ես ուրախ եմ։ Դու չէ, ոնց որ մի տեսակ հանգստացած չլնես, ինչու։ Ոնց որ ծովափից հետ գաս, ուզենաս էլի ներգրավես Երևանյան կյանքին, մեկ էլ ինչ որ մեկը sense փուճուր ծով բացի։ Ու sense չհասկանաս հետ ես եկել, թե ինչ անես, այդ բանն է էլի ոնց որ հիմա։ Այսինքն ոնց որ ուզում եք ասեք մանկությունն է հետ գալ, հա երևի։ Թե ոնց։ Չէ։ Դուք ետ մի եկեք։ Մնացեք նոր տարվա մեջ։ Չէ, ուրիշ բան ուզում ասեի։ Ձմեր պապի, հիմա ասենք թե հնարավորություն ունի սրանց տեղի չքշեն, կարող է մի տարի էլ կանգնել սրան նրան բռնեն նկարին հետո էլ կապեք փող առնեն։ Հետո։ Ոնց հասկացա ձեր մոտ էլ է խումար։ Ինչ խումար ասինքն։ Հետ տոնական խումար։ Չէ։ Չէ, այդպես բան չկա։ 7 օր գինի եմ խմել։ Բայց գինին շատ լավ է, էներգիա է տալիս, ուրախացնում է։ Գլուխս ցավում է։ Տողալն ուտել խմելն էլ լինի, հետ գալն էլ լինի, ինչ կա որ։ Հա, բան մնացել է նոր տարուց, խմիչք բան։ Ամեն ինչ, բարկասուն լի առատ։ Նոր տարուց հետո ծանր է, չէ, հետ գալը այս կյանքին։ Գնաց մարդու համար էլ ես նա խմողի համար դժվար է, բայց չխմողի համար լավ է։ Իսկ դուք ձեզ կբնութագրեիք որպես խմող։ Ես չէ։ Չէ։ Ես չեմ խմել ապշ, բայց ծխնել չեմ խմել։ Ծխում եք։ Լավ չենք խորանում, չենք խորանում։ Չեք հոգնել այս ամեն ինչից արդեն։ Ոչ։ Չէ։ Սա արդեն 10 օր անցել էլի արդեն ավել։ Մի շաբաթ հասկացանք, բայց քան երկար։ Դե ավանդույթ է, մինչև ամսի 13-ը պետք է տանել ժողովուրդ։ Երանի ձեր համբերության եմ ասում։ Սենց զզվելի է էլի։ Այսքան երկար, այսքան շատ չի կարելի։ Նա թխեք էլի։ Նոր տարուն ստեղ չեք։ Չէ, հետո եմ եկել։ Երանի ձեզ, բա ոնց անենք մենք էլ այդտենց անենք։ Ոնց պետք է անես, դուրս գաս, ոնց պետք է անես։ Տոնը մնում է տոն։ Եթե մինչև ամսի 13-ը տոնը տևելու, ուրեմն 13-ը մինչև տևելու է։ Բայց ոնց որ դուք էլ չեք ուզում։ Ոչ, հոգնել։ Ոչ։ Այսքանը հետ տոնական Երևանից, բայց միշտ ապեք մոռանալ տոների մասին, որովհետև հունվարի 31-ին Սուրբ Սարգիսն է։ Այս գնաճը քիչ էր, մի հատ էլ վիդեո մունատ ունենք։ Դեռ նոր տարվա սեղանից դուրս չեկած արդեն մունատ ենք գալիս ժողովուրդ։ 293-րդ հաղորդման մեջ դուք գրել եք, որ ՀՀ դրամի անկման արագացումը դարձավ 9.9 մետր/վայրկյան, գերազանցելով ազատ անկման արագացումը։ Մինչդեռ ասեմ, որ ազատ անկման արագացման չափողականությունը ոչ թե մետր/վայրկյան է, այլ մետր/վայրկյան քառակուսի։ Մեր զոր ստանա մեգա բաժակը։
Մի րոպե ես մի հատ Վիկիպեդիայով ստուգեմ, էլի, հա։ Հիմա ֆիզիկայի դասատուն որ նայի չի ամաչի քո համար նա։ Ֆիզիկայի դասատուն Մոսկվայում է ապրում, եթե մեզ ORT-ով չեն ցույց տալիս, Գալինա Նիկոլաևնան կարա հանգիստ քնի ու մտածի, որ արդար վաստակած 4-ա ինձ դրել։ Հա, չէ, ճիշտ է։ Համեցեք մեգաբաժակը ստացեք մեր հասցեն ամփոփող Միկոյան 1։ Եթե Միկոյան 1-ին գումարենք Միկոյան 2, քանի Միկոյան կստացվի։ Այս հասկանում եմ հիմա ուր է ստանում, բայց sense պատասխանեմ, ոչ մի Միկոյան էլ չի ստացվի։ Հա։ Ոչ պաշտոնապես, բայց Միկոյանի թեման փակվեց։ Փաստն այն է, որ ոչ մի պաշտոնյա այլևս այս մասին չի խոսում, իսկ բրոնզե արձանը Ձուլարանից անհետ կորել է։ Փակել են այս թեման, հիմա ինչ մեր հասցնել պետքա սկսենք ճիշտ ասել։ Չէ, լավ էլի Միկոյան 1 շատ լավ է հնչում, շատ գոհ ենք։ Arm Comedy-ն այսօր այսքանն էր։ Եվ դիտենք տարվա առաջին վիդեոբոցը։ Երովա որ իզի խփի։ Բա։ Այնպես կխփեմ էլ չի Հլեք կարող։ ձեզեմ։ Բա ինչ է ես։ Հլեք ձեզեմ։ Ինչ եմ։ Ինձանից թույլ տվություն եք հարցնում։ Oh, that shark babe has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Դե հիմա միանգամից շնորհավորենք մարդկանց հին նոր տարին։ Չէ, այսօր չէ, 13-ից 14-ի գիշերն է հին նոր տարին։ Հա, ես միշտ այսօր էի բան, 12-ն ես մտածում։ Այ ընդհանրապես ինչի ես նշում հին նոր տարին, կարաս ինձ բացատրել։ Իսկ կարաս ասես ինչ ես մունատ գալի մարդկանց։ Հալի հին նոր տարին ո՞րն ասենք, ինչ տարբերություն։ Մի հատ կարող է հին տոմարով ես նշում։ Հիմա եթե լրացուցիչ առիթ է, նախ հետո չխոսած հետս չհամարցակվես։